Հանրապետության հրապարակով անցնողները 2 օր է հարց են տալիս։ Հոկտեմբերն է, չէ՞։ Նոր տարվա օրերը չեն փոխել, չէ՞։ Նիկոլը չի փոխել։ Բա ինչ են հոկտեմբերին տոնածառ դնում։ Սրանք ուզում են ինչ-որ մի ձև տոնական մթնոլորտ ցույց տալ, Ժողովուրդ ջան։ Մեզ մոտ կյանքը շատ ուրախ է, ուրիշ դարդուցավ չունենք։ Բա հո $250,000 չեն տվել տոնածառ առել, որ ընդամենը 15-20 օր դնեն։ Հոկտեմբերին կդնեն, փետրվարին կհավաքեն։ Ու տարվա կեսը տոնածառ կլինի հրապարակում։ Նիկոլը вообще կարող է հրաման ընդունել, որ տոնածառը իր ծննդյան օրից սկսած դնեն հունիսի 1-ից։ Սրանք 2 բան են անում՝ ասֆալտ ու տոնածառ։ Ասֆալտից տոնածառ սարքեք, կլուբնիկներ կախեք վրան։ Այն կոպեկ հետ բերած ռենջն էլ դրեք տակը ու թող Նիկոլը 7 կռուկ հեծանիվ քշի տոնածառի տակ։ Քաղաքացիներից մեկը, որ երևի դժգոհ է գնաճից, ասում է, այս տարի լավ կլինի խաղալիքների փոխարեն տոնածառին կարագ կախեն։ Վատ բան չի ասում, գիտեք, կարագը այնքան է թանկացել, որ շատ մարդկանց համար հատկապես միայնակ տարեցների նոր տարուց նոր տարի գնվող սնունդ է։ Այս տարի ինչը թանկացել է, կախեք տոնածառին, կարագ, ձեթ, կարտոֆիլ, վարունգ։ Մի տարեց, որ հրապարակում փող էր հավաքում, ասում է, սրանց համար միշտ էլ նոր տարի է, կոկոսը ջարդում, հյութը խմում են, միլիոններ են աշխատում, իրենց ձմեռ պապին տարին 8 անգամ գալիս է տան բանալիով, դրա համար էլ երբ դնեն տոնածառը, իրենց համար նոր տարի է, իրենց համար են դնում։